Մենք վերադարձանք սիրելի ընկերներ ու պահը եկավ համեղություններից խոսելու համար։ Այս հատվածը, գիտես, իմ ամենասիրելի հատվածներից մեկն է առավոտ լուսոյի շրջանակներում։ Ինչու՞։ Որովհետև ես հոգով խոհարար եմ, թաքուն, թաքնված։ Բայց ասում են, որ դու շատ լավ ես նաև պատրաստում, բացի հոգով խոհարար լինել այդ զգացողություն, նաև քո ձեռքը շատ համով է։ Դա միֆ է թե իրականություն կպարզենք։ Անպայման։ Իսկ հիմա մեր գործընկեր Անուշը տեսնենք ինչ է պատրաստելու մեզ համար այսօր։ Բարի լույս, Անուշ։ Բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ասեմ Ռուբեն, որ դա միֆ չէ։ Այստեղ պատրաստել է Միկան եւ շատ համեղ է պատրաստում, իսկապես։ Լոլիկով ձվածել են պատրաստել։ Ոչ միայն լոլիկով ձվածեղ, այո, բայց թվում է թե հասարակ սովորական բաղադրատոմս է, բայց ոչ, տարբերություն նկատվում է։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Մենք պատրաստում ենք այսօր եղեսպակ, օգտակար նախաճաշ ենք պատրաստում։ Չիա ենք անպայման օգտագործելու, վարսակ, որը որ բնականաբար չէ, արդեն պարզ է, որ նախաճաշը օգտակար է եւ վիտամիններով հարուստ ու վստահ եմ մեր հեռուստադիտողները գոնե այսօր մի փոքր կմտածեն, որ եթե բաց են թողում նախաճաշը, ասելով թե ժամանակ չենք ունենում, այս բաղադրատոմսից հետո կարծում եմ մի քիչ կսկսեն մտածել դրա մասին, երեկոյան պատրաստեն, առավոտյան նախաճաշը պատրաստ ուտեն, ընդամենը 5 րոպե տրամադրեն։ Ինչու՞, որովհետեւ ցանկալի է, որ երեկոյան պատրաստեն։ Սա ես պատրաստում եմ երեկոյան եւ առավոտյան մենք ընտանիքով երեխաներն էլ արագ ուտում են ու գնում։ Չիայի սերմը հիմա կաթով մի փոքր խառնել եմ։ Ինչ մենք ունենք տարա։ Տարայի մեջ հավաքում ենք ամբողջը, փակում ենք, դնում սառնարանում եւ առավոտյան վերցնում ենք ու սկսում նախաճաշել։ Հրաշալի։ Ես տեսնում եմ նաեւ նարինջ, հա։ Այո, անպայման մրգերով կարող ենք սառեցված հատապտուղներ օգտագործել, ես շատ հաճախ սառեցված հատապտուղներ եմ օգտագործում, բայց հիմա մենք թարմ միրգ կօգտագործենք, ով ինչ կցանկանա կարող է ավելացնել։ Հիմա մենք վարսակի փաթիլները կդնենք այստեղ տարայի մեջ ու կարող ենք հենց չիան անմիջապես թարմ վիճակում ավելացնել առանց խառնելու, այսպես։ Բայց ես հիմա մի փոքր խառնած չիան կավելացնեմ։ Այսինքն դա նախասիրության հարց է։ Ժամանակի հարց է։ Հասկացա։ Ժամանակի հարց է, եթե մենք թողնում ենք ողջ գիշեր, կարող ենք հենց այդպես անել ու հանգիստ թողնել։ Դու չիան ընդամենը կաթի հետ խառնել ես։ Այո։ Նախապես։ Բայց քիչ, հիմա մենք պետք է ավելի շատ խառնենք։ Իսկ հերթականությունը կապ ունի։ Իրականում ես սիրում եմ, որ գույներ եմ անպայման։ Կարծում եմ բոլորը դա գիտեն արդեն։ Այո, շերտ գույներ կավելացնենք մենք։ Հիմա ավելացնենք կաթը։ Ու իհարկե, երբ որ ավելացնում ենք, թողնում ենք մի փոքր մինչև թանձրանա, մի լավ ուռչի չիայի սերմերը, եղեսպակի սերմերը, հետո նոր սկսում ենք դասավորել, բայց մենք հիմա այդքան ժամանակ չունենք եւ կսկսենք միանգամից միրգը կտրտել եւ դասավորել արդեն հաջորդ շերտերը։ Պատկերացնում եմ ինչքան օգտակար է լինելու։ Շատ, իրականում եղեսպակը պարունակում է օմեգա 3, որը ոչ բոլոր մթերքների մեջ կա եւ շատ օգտակար է եղեսպակը օգտագործել եւ սիրտանոթային համակարգի եւ մարսողության համար դրա համար մենք որքան էլ խոսենք մեր եթերից, որ եղեսպակը շատ օգտակար է, ինձ թվում է քիչ կլինի, դրա համար այսօր որոշեցի եւս մեկ անգամ օգտակար նախաճաշ առաջարկել։ Մենք սկսենք կտրել նարինջը։ Խորանարդաձև կկտրենք ինչպես պատահի, հիշենք, որ առավոտյան շտապելիս կարող ենք շատ գեղեցկության հետևից չընկնել եւ արագ կտրել ինչպես մեզ հարմար է։ Այսպես նայում եմ նարինջին ինքնին ժպտում է։ Այո, այդպես է, չէ, բա որ բույրն է զգում։ Երջանկության հորմոններ է առաջացնում, բայց դրա հետ մեկտեղ բա որ բույրն է զգում, միանգամից թարմության, այսպես շատ հետաքրքիր տրամադրություն բարձրացնող բույր է։ Համաձայն եմ, բայց նշեցիր, որ ձեռքի տակ ընկած կամ եղած յուրաքանչյուր միրգ կարող են։ Իհարկե։ Յուրաքանչյուր միրգ կարելի է օգտագործել։ Խնձորով, չէ՞, կարելի է նույնպես։
Կարելի է, բայց խնձորը երևի թե միակ միրգն է, որ մի քիչ ավելի քիչ եմ օգտագործում կոնկրետ այս նախաճաշի համար, բայց իհարկե կարելի է։ Բայց ինչու են Մենք Չարլզոնան էի, բարդ միրգ էի ուզում մտածեի ասեի։ Այն խնձորով էլ է հնարավոր։ Եվ մենք ունենք այստեղ շոկոլադ, ինչպես Միկան ասեց, տրամադրությունը բարձրացնում, բայց մեր երջանկության հորմոն այսպես կառաջացնի, հիմա կավելացնի շոկոլադը, որը դառը շոկոլադ է, եւ մենք վերջում ուղղակի շոկոլադով մի փոքր կձևավորենք։ Շոկոլադներ ես պատրաստել նախապես։ Հիմա հալել է, մի քիչ արդեն հալված վիճակում է եւ պետք է ավելացնենք չիայի վրա։ Ինձ նարինջն էլ է հերիք, որ ես բարձր տրամադրություն ունենամ, ես քաղցրակեր չեմ, շոկոլադը ինձ այդքան էլ չգայթակղեց։ Ինձ շոկոլադը միշտ գայթակղում է։ Ես էլ քաղցրակեր չեմ, բայց շոկոլադի նկատմամբ հատկապես դառը փոքրիկ շոկոլադ։ թուրություն ունեմ։ Բայց միշտ իհարկե մրգերի մեծ սիրահար եմ, բանջարեղեն կամ միշտ։ Մանր Տարվա որ խորանարդած։ սեզոնն է լինի, ինչքան առաջարկեն, ես չեմ հրաժարվի։ Ես էլ։ Մանր կտրատեցինք, Այստեղ բոլորը գիտեն, որ իմ դարակում հաստատ շոկոլադ կլինի։ Ահա, հիմա վայ, մեր լույսին կան շոկոլադեր անկան։ ես դարակի տեղը Հա, հիշեցրել էի։ Հիմա ավելացնենք մեկ շերտ, կստանանք նարնջագույն մեկ շերտ էստեղ եւ հետո կավելացնենք հունական յոգուրտը, կարող եք ուղղակի սովորական մածուն ավելացնել։ Շատ հաճախ կաթնաշոր եմ ավելացնում։ Վերջերս, քանի դու այստեղ ես ուզում առողջոտ տվեմ, էլի, իմ շատ մտերիմ ընկերոջը փոքրիկ այսպես բանավեճ ունեցանք, որ ես պնդում էի հունական յոգուրտը կամ մեր մածունը, դա նույն բանն է, նա պնդում էր, որ ոչ։ Մի Հիմա փոքր անկեղծ ինչ տարբերություն կա։ Հունական Գրեթե յոգուրտը քաղցր է, տարբերություն չէ՞։ չկա, մի փոքր Չէ, ավելի նուրբ, ավելի քաղցր է, շատ քիչ։ Քաղցրություն կա, Մի փոքր։ Հունական յոգուրտի մեջ փոքր ինչ քաղցրություն կա։ փոքրին շաքարավազ են ավելացնում։ Բայց ես հիշում եմ, որ օրինակ մեր մեծերն էլ միշտ մածուն ուտելից շաքարավազ ավելացնում էին։ Բայց լավ, եթե քաղցրի Շաքարավազ կամ եթե մեղր։ հանենք, նույն մածուն է, չի։ Այո, գրեթե։ Նույնն է, նույն մածունն է։ Էլի ասեցին գրեթե, էլի։ Որովհետև մի փոքր տարբերվում է, ամեն դեպքում խոհարար չեմ, որպեսի մասնագիտական այսպես բացատրեմ, բայց խոհարարները նույնպես ասում են, որ գրեթե նույն մածունն է։ Ամեն դեպքում, եթե մենք ձեռքի տակ չունենք հունական յոգուրտ, կարող ենք հանգիստ օգտագործել հանգիստ մածուն։ կարող ենք օգտագործել եւ ասեմ, որ հիմա մենք ուղակի մեղր կավելացնենք վրան Օ, մեղր, շոկոլադ։ ու վերջ։ Դե այս ամբողջը, երբ որ արդեն ուտելու ժամանակ պետք է այդ ամբողջը լավ խառնվի, մեղրն էլ կխառնվի, դրա համար մենք հիմա Մեկ թեյ շերտ ենք գտալ, թե ճաշի պատրաստում։ գտալ։ Այո, մեկը բավական է։ Եվ սա թողնելու ենք, որպեսզի սառչի, հա։ Ընդհանրապես թողնում ենք, որպեսզի եւ եղեսպակի սերմերը մի լավ ուրչի եւ վարսակը լավ թրջվի ու փափկի։ Եվ հարմար է ուղղակի այսպես, որ գիշերը թողնես, առավոտյան արագ նախաճաշես եւ մինչեւ ճաշի ժամ հաստատ քաղցրություն չեք զգա քաղց եւ շատ հանգիստ վիտամիններով հարուստ նախաճաշ է եւ հաստատ օրգանիզմը կստանա այն անհրաժեշտ վիտամինները, ինչ մեզ պետք է եւ ժամանակ չենք ծախսում, ճիշտ ենք սնվում։ Հիմա կտրում ենք նաեւ կիվի ու վերջ։ Շոկոլադը ամենավերջում։ Այո, ամենավերջում կիվիի վրա կավելացնենք։ Իսկ դու Եվ այստեղ- վարսակ սիրում ես, հոբ։ Անկեղծ։ Ես շատ կուզեի հիմա եթերից ասեի, այո, շատ, ես ամեն առավոտյան օգտագործում եմ, դա անկեղծ շատ կուզեի, բայց եթե առավոտ լուսոյ տաղավարում ենք, ապա չեմ կարող անկեղծ լինել։ Ոչ։ Ես էլ ոչ, բայց Երբ, Անուշի պատրաստածը պետք է անպայման Մենք փորձենք։ փորձենք, դե։ Այս ձևով պատրաստված շատ չի զգացվում նույնիսկ, երբ որ խառնվում են այդ ամեն ինչը, գուցե նույնիսկ չզգաս։ Երբ որ առանձին ուղակի կաթով վարսակ ես ուտում, գուցե համը մի քիչ այլ է, բայց այս ձևով ոչ։ Կարծում եմ Ես կհավանեք։ չսիրեցի։ Այնտեղ ախր մի քիչ համ չիա կա,
Համ նարինջ, համ Դե կիվի, ինչ որ սալքում արի, համ ֆանտաստիկ է։ մածուն, չէ, հունական յոգուրտ, Հիմնական յոգուրտ։ մեղր ու շուտով կլինի շոկոլադ։ Էլ Վարսակին։ Էլ Վարսակին ուշադրություն դարձնում այդ բանին։ Որոնտեղ Վարսակ կար։ Այստեղ նույնիսկ կաթնաշոր կարելի է ավելացնել։ Մենք նման տարբերակ էլ առաջարկել ենք մեր հեռուստադիտողներին։ Ինչի փոխարեն։ Ոչ մի բան, ուղղակի օրինակ վարսակ կարող ենք չավելացնել, միայն եղեսպակի սերմը, մածունը, կաթնաշորը եւ եթե օրինակ ուզում եք կարող եք մուրաբա ավելացնել։ Մեղրի փոխարեն։ Օրինակ դեղցի մուրաբա։ Դեղցի ամենասիրած միրգն է դրա համար։ Ֆանտաստիկ միրգ է։ Շատ շուտով կգա սեզոնը հուսամ։ Ասենք շատ շուտով, բայց մի քանի ամիս կա։ Դեղսը մեր հայկական դեղսը եւ ոչ միայն հայկական դեղսը, շատ այլ բանջարեղեններ եւ մրգեր հայկական, անկեղծ ամբողջ աշխարհի բոլոր մրգերի, մեր մրգերը բոլոր մրգերից տարբերվում են։ Բանջարեղենը այս վերջերս մի քիչ հանել են բանջարեղենները, նման են ինչ-որ շատ այլ տեղերի են, բայց ամռանը, հատկապես երբ որ մայր արևը իր ջերմությամբ այդ ինձ թվում է ջրից է Չէ, ջերմոցներն են շատացել ու ջերմոցների նաև պայմաններն են փոխել, հողագործների Դե ես համեղությունն էի ասում, ինչի համով ջրից է ինձ թվում։ ջուրը իհարկե ջրից է, վստահաբար։ Պատկերացրեք նույնիսկ երբ մենք տեսանյութեր ենք նկարահանում եւ դրսից եկած հյուրեր են լինում, որոնք առաջին անգամ են Հայաստան կամ գուցե երկրորդ, միշտ ասում են, որ այստեղի բանջարեղենի եւ մրգի համը ուրիշ է եւ ոչ միտեղ այդպիսի միրգ ու բանջարեղեն չեն համտեսում, չեն փորձել։ Այնպես որ որքան էլ որ մի քիչ հիմա փոխվել է, միևնույնն է ավելի լավն է։ Հիմա շոկոլադա այսպես ավելացնում ենք։ Դե իհարկե ես նախասիրությամբ, ես քանի որ դառը շոկոլադ շատ եմ սիրում, ես հաճախ ավելացնում եմ։ Եվ վերջ, ով կարող է հրաժարվել նման նախաճաշից։ Դուք չգիտեմ, գուցե վարսակը ձեզ խանգ առեց մի Չէ, մենք փոքր։ անպայման փորձելու ենք։ Բայց ես կարծում եմ մեր հեռուստադիտողները անպայման կհամտեսենք, փորձեն պատրաստել։ Գիտես դու այնպես ես պատրաստել, որ մենք հիմա չենք էլ ուզում մոտ գալ, որտեղ շատ գեղեցիկ է։ Հիմա մենք դա ոնց ենք համտեսելու։ Ես կխառնեմ։ Գեղեցիկ Գեղեցիկ ապսելն ափսոս չէ։ Իսկ կլինի մի հատ առանձին ապսյով, որ մամաները տանը հյուրերի համար ուրիշ ձևեն, ես ուրիշ ապսյով էին տալ։ Ես կպատրաստեմ, խնդիր Մի չի։ հատ ուրիշ ապսեի մեջ փորձենք։ Հենց հիմա առանց վարսակ, միայն եղեսպակի սերմը Չէ, թող վարսակով լինի, ոչինչ, թող վարսակով լինի։ Վարսակին անտեսել ենք ուղղակի։ Համոզեցի։ Անուշ, իրոք շատ գեղեցիկ է տեսքը ու վստահաբար շատ օգտակար բաղադրիչներով ու շատ համեղ, որտեվ ինձ թվում է էլ մարդ չի մնացել, որ համտեսած չլինի Անուշի ձեռքի պատրաստած համեղությունները ու նաև հետաքրքիր առաջարկ, որպեսզի երեկոյան անպայման մայրերը, հայրերը, ովքեր որ պետք է պատրաստեն հաջորդ օրվա նախաճաշ։ Այո, ընդամենը 5-10 րոպե ժամանակ ծախսենք երեկոյան եւ առավոտյան ճիշտ սնվենք ու անցնենք մեր ուրախ լավ օրվա։ Ես կհամտեսեմ, եթե իմ դուրը եկավ, ապա անպայման այս բաղադրատոմսը կմցնեմ այստեղ ու միշտ կպատրաստեմ։ Շատ լավ։ Ես էլ կհամտեսեմ ու կասեմ համավեր թե համեղ չէ։ Բայց ես վստահ եմ որ շատ համեղ էր։ Շատ շնորհակալություն Անուշ։ Շնորհակալ ենք Անուշ լինի։ Իսկ այս պահին երաժշտություն կունենանք, կլսենք ու կվայելենք երաժշտություն, այսինքն դուք մենք էլ կվայելենք Անուշի պատրաստած ֆանտաստիկ նախաճաշ։ Բա